Եթե որևէ մեկը դիմում է նույն բանի, մենք ուզում ենք հանդիպել, իմանանք պատճառը, գուցեև կարելի է չեղարկել այդ որոշումը։ Պատճառը սրբազաներ, ուրեմն բեսպրեձելությունն է, բեսպրեձել որոշումներ կայացնելն է, X պահի ուղղակի ասել, որ ես ասենց եմ ուզում դա իմ իրավունքն է եւ իմ իրավունքը իրացնեմ, մեկ սա, այսինքն ինչ է նշանակում ուզած պահի, ուզած նշանակում անել եւ ասել ատենց է։ Ես ինչ է մատուր նշանակվել։ Ես Վանաձորում մատուր եմ նշանակվել։ Դուք գիտեք, Ստեփուս Սրբազանի թաղմանը գնացել եք։ Այդ բակի Սուրբ Սարգիս մատուրն եմ նշանակվել։ Այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես այնտեղ պիտի գնամ ծառայել։ Չեմ ասում։ Ինչի՞ համար։ Երկրորդ, կաթոլիկոսը ինձ ասում է, ընտանիքի անդամներին ինչի՞ չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Հարցը Նիկոլը չի։ Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Իրավունք չունի։ Ես թույլ չեմ տա։ Որևէ մեկը ընտանիք բառ ասեց, ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու։ Եվ ոնց որ արձագանքել եմ։ Եվ որպեսզի ես ճիշտ հասկանամ, կաթոլիկոսը ինձ ասեց, Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Այո, ես եկեղեցականի կոչում չունեմ, որովհետև իմ կոչումը Նիկոլի կամ ֆալանի ֆաստանի դեմ պայքարելը չի։ Ես եկեղեցական չեմ դառել, որ ինչ-որ մեկի դեմ պայքարեմ։ Ու փառք Աստծո, որ մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ վաղուց շատերի մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Ես ընտանեկան կարգավիճակի հարց ունեմ։ Ինձ 200 կիլոմետր իմ տնից հեռու նշանակում են։ Եթե ես իմանամ դրանից հայ եկեղեցին տրգվելու է, ես սիրով 2000 կիլոմետր էլ կգնամ հեռու։ Բայց եթե ես իմ մորը եւ ընտանիքին պիտի թողնեմ եւ գնամ Վանաձորում ապրեմ զուտ նրա համար, որ մի մարդ այտենց է ուզում եւ իմ կյանքում դիսկոմֆորտ է ուզում, ես չեմ ուզում։ Ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը իմ կյանքում։ Ես ծառայում էի եւ լավ էի ծառայում, շատ լավ էի ծառայում։ Ինչի համար են ինձ տեղափոխում։ Իմ մայրը մենակ է, ոնց պիտի լինի։ Ինչի համար ենք մենք ընտանիքով ինչի համար է դրա միջով պիտի անցնենք, ինչա թե մի հոգի նստած այնց որոշում է կայացում, որ դիտավորյալ դիսկոմֆորտ լինի։ Դիսկոմֆորտ, ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը։ Լավ, այսինքն որոշումը լրիվ վերջնական է։ Իմ դիմումը ուղղված է կաթոլիկոսին։ Կաթոլիկոսը խուսափում է, ինքը ինձ կանչի եւ խոսի։ Հա։ Ինքն է որոշումներ կայացրել, ինքը թող կանչի խոսի։ Որովհետեւ ասելիքներ ունեմ։ Եղավ։ Ամեն պարագային ես ուզեցի հետդ խոսեմ, տեսնեմ կարելի է համենայն դեպս այս պայմաններով ոչ առաջինն եւ ոչ էլ վերջինը ցավոք։ Ես ուղղակի գիտես շատ ցավում եմ։ Իմ համար էլ է ցավալի, բայց ես թույլ չեմ տա։ Գոտկատեղից ներքև ճիշտ չի իջնել եւ սկսել ինչ-որ հանձնարարություններ տալ։ Հարցեր կա, որոնց սահմանը պետք չի անցնել։ Ինչ է նշանակում մորս վերցրու գնա Նիկոլի դեպ, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Այդտեղ են զոհված, ինքը վիշտը ստիպը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթոլիկոսը տեսնի ուրախանա, հրճվի, ոնց են մորս քաշքշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։